Սիրելիներ, այսօր կցանկանամ ձեզ ներկայացնել նշպապլիտի չափազանց հեշտ տարբերակ, որը ստացվում է գերազանց արդյունքով, շատ ճկուն, շատ փափուկ և շատ համեղ։ Իսկ այժմ կիսվեմ ձեզ պատրաստման ողջ գործընթացի հետ։ Ընդամենը 2 ծու է պետք։ Մեր թավայի մակերեսը մոտ 21 սանտիմետր է կամ տրամագիծը և մենք ստանում ենք 2 ծվից 14 մեծ թերթիկներ նմանատիպ արդյունքով և ասեմ, որ հենց առաջին անգամվանից իսկ կստացվի շատ հաջող և շատ գերազանց արդյունք։ Իսկ այժմ անցնենք պատրաստման ողջ գործընթացին և բացատրեմ մանրամասն։ Իսկ միջուկի պատրաստումը կտեղադրեմ այս տեսանյութի վերջում։ Ահա ունենք այսպիսի հիանալի արդյունք։ Պատրաստվեք, որպեսզի համոզվեք ինքներդ։ Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները, որոնք հատիկ կներկայացնեմ պատրաստման գործընթացի ժամանակ։ Օգտագործում եմ զեյթունից հետ, ինչպես նաև բաղրամյանի ալյուր։ Այսպիսով պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 2 ծու։ Բաղադրիչներ տեսանյութի ներքևում պարտադիր կգրեմ ևս։ Մեկ թեյի կդալ շաքարավազ, կես թեյի կդալ աղ, կես թեյի կդալ սոդա, զեյթունի ձետ 2 ճաշի կդալ զեյթունի ձետ, ձիթայուղ կամ և այս ամենը կամ հարիչով կամ ձեռքի հարիչով մի լավ կխառնենք, որպեսզի ստանանք համասեռ զանգված։ Այնուհետև վրան կավելացնենք 500 մգ կաթ կամ կես լիտր կաթ, վրան կավելացնենք 150 գ սառը ջուր, և ալյուր։ Մոտ 170 գ ալյուրը ավելացրեք այնքան, որպեսզի ստանաք ոչ շատ թույլ, ոչ շատ պինդ զանգված։ Խառնելու ընթացքում ավելացրեք ալյուրը, որպեսզի շատ ավելի լավ խառնվի մասսան զանգվածը, ինչպես նաև լինի համասեռ։ Կարող եք նաև օգտագործել հարիչ ևս։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ալյուրը ավելացնել, եթե չեք ստանա այնպիսի խմոր, որը ես ձեզ վերջնական արդյունքում ցույց կտամ։ Հիմա տեսեք, սա թույլ է, այս զանգվածը թույլ է, միանգամից ձեզ մոտ չի ստացվի պատրաստել լավ նշպապլիտներ և կան դեռ գնդիկներ մեջը, եթե ուշադրություն դարձնեք։ Կավելացնենք 1 բաժակ ալյուրից մի փոքր ևս քիչ ալյուր, մոտավորապես նորից կնշեմ, մեզ անհրաժեշտ կլինի 180 գ ալյուր։ Մենք պետք է ստանանք այն նմանատիպ զանգված, տեսեք, ոչ շատ թույլ է, ոչ շատ պինդ։ Արեք ամենայն ճշգրտությամբ և կստանաք գերազանց արդյունք։ Հիմա թավան կտակացնենք և թավայի հատակը կպատենք ձիթայուղով։ Եթե ցետը կքսեք ու կտեսնեք, որ շատ է, անպայման անձեռոցիկի օգնությամբ սրբեք թավայի հատակը,
որպեսզի ստանաք գերազանց արդյունք։ Ահա, տեսեք, մեզ մոտ շատ է։ Կվերցնենք անցեռոցիկ և կմաքրենք թավայի հատակը։ Ահա և կունենանք այսպիսի տեսք։ Այնուհետև կլցնենք խմորը մեջը, և կտեսնենք հենց առաջինը ինչպես մեզ մոտ կստացվի։ Սա հենց առաջինն է, որը ներկայացնում եմ ձեզ, սիրելիներ։ Ափսեն կարող ենք տեղադրել կողքը, որպեսզի հեշտությամբ տեղափոխենք այնտեղ։ Տեսեք, ինչքան կողքերը հեշտությամբ առանձնանում են, մի փոքր հատակին կբավ, մի փոքր։ Առաջինի համար ինձ թվում է, որ շատ լավ է, և կտեղափոխենք ափսեի կամ պնակի մեջ։ Թավայի տակը անպայման կմաքրենք, որևէ խմորի մասա չենք թողնի, որպեսզի չվարվի։ Ահա, այնուհետև կանենք մյուսները։ Կարող ենք նաև տախտակ տեղադրել և միանգամից շուռ տալ տախտակի վրա, այդպես ավելի հեշտ կլինի։ Այդ տարբերակով ևս կկիսվեմ ձեզ հետ։ Նաև կարող եք եփելուց հետո տեղադրել պարզապես տախտակի վրա, շատ ավելի հեշտ կլինի տեղափոխելու հարցով։ Ահա, տախտակը տեղադրել եմ, այս տարբերակով կտեղափոխեք, հետո կկաշկավորեք, կհավասարեցնեք։ Այսքանը, սիրելիներ, ինչ կիսվեցի պատրաստման գործընթացի հետ, իսկ հիմա ներկայացնեմ փաթաթման գործընթացը ևս, իսկ հետո անցնենք միջուկի պատրաստմանը, որպեսզի տեսնեք, թե ինչ հեշտ տարբերակով կարելի է պատրաստել միջուկ կաղամբով չափազանց համեղ միջուկ, հյութալի, առանց մի կաթիլ ջրի։ Հիմա ձեզ ներկայացնեմ նաև փաթաթելու ձևի հետ, թե ինչպես կարելի է փաթաթել, ահա և միջուկը, որը ես կանխավ պատրաստել եմ, որը վերջում կներկայացնեմ պատրաստման գործընթացը, իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչպես փաթաթենք միջուկը, սիրելիներ։ Տեսեք ինչքան փափուկ, ընդիր խմոր ենք ստացել։ Ինչքան ուզում ես սեղմի, ոչինչ էլ չի լինի, տրորելուց, շուռումուռ տալուց, տեսեք, ոչ մի փոփոխություն չկա մեր խմորի վրա։ Այնպես որ կարելի է նմանատիպ խմոր պատրաստել և ուրախացնել մեր ընտանիքի անդամներին։ Իսկ այժմ ներկայացնեմ փաթաթման տարբերակը ևս։ Միջուկը լցնում ենք այնքան, ինչքան որ սիրում ենք։ Մարդկա շատ է սիրում միջուկը, մարդկա քիչ է սիրում։ Կլցնեք այնքան, ինչքան սիրում եք։ Սկզբից կողքերից սեղմենքը երկու կողքից կսեղմենք և կփաթաթենք սեղմելով։ Ինչքան ամուր սեղմենք, մեզ մոտ ավելի գեղեցիկ կստացվի փաթաթելը։ Տեսեք ինչքան հավասարաչափ գեղեցիկ ստացվեց։ Ուրեմն մակերեսը ասեցի մոտավորապես 21 սանտիմետր է թավայի, փոքր չափ չէ։ Մենք ստանում ենք 2 ձվով 14 մեծ, բավականին մեծ չափի նշպապլիտներ։ Այսպիսի արդյունքով, սիրելիներ։ Հիմա էլ կարմրացնեմ մի փոքր, միջուկն էլ ցես ցույց տամ ու անցնենք միջուկի պատրաստման ողջ գործընթացին։
Թավան լցնում ենք թավայի տակ մի փոքր ցիտայուղ, շատ չլցնեք, որովհետև ձեթով կլինի մի փոքր ավելի շատ ձեթով տհաճ հումը։ Այնքան լցրեք, որպեսզի թավայի մակերեսը ծածկվի։ Ահա, մեր նշպապլիտները տաքացրել եմ, հիմա կիսեմ միջուկներ ցույց տամ, թե ինչպիսի արդյունք կստանանք։ Իսկ եթե շատ եք սիրում ձեթը, շատ լցրեք, ամեն դեպքում ինչքան քիչ, այնքան լավ, բայց այնքան լցրեք, որպեսզի ինքը կարմրացնի, ոչ թե վարի։ Ահա, կիսում եմ հիմա մեջը, տեսեք մեջը, ինչպիսին է։ Ահա միջուկը, ինչպես է ստացվել, մեջը, խմորը, ամբողջական վերջնական տեսքը։ Իսկ համը ինձ չափազանց դուր է եկել, իսկ ձեզ կպատրաստեք, դուք կգրեք մեկնությունների մեջ։ Այսքանը սիրելիներ, իսկ այժմ պատրաստենք միջուկը։ Այսօր կցանկանամ, որպեսզի միասին պատրաստենք բլինչիկի միջուկ, որը չափազանց պատրաստվում է արագ, պարզ, հեշտ, ինչպես նաև շատ մատչելի տարբերակով։ Էժան ծախս և յուրահատուկ արդյունք։ Այս միջուկը պատրաստվում է կաղամբի միջուկի օգնությամբ և ստացվում է այսպիսի հիանալի արդյունք։ Իսկ այժմ ներկայացնեմ ձեզ պատրաստման ողջ գործընթացը ամբողջական։ Իսկ այժմ անցնենք գործի։ Այսպիսով վերցնում ենք 2 գլուխ սող և կտրատում ենք մանր։ Այնուհետև վերցնում ենք այն կաղամբի միջուկները, որոնք ես ցույց էի տվել, թե արտաքին մասով ինչպես կարելի է պարզապես տոլմա փաթաթել, իդեպ խնդրեմ, ովքեր որ փորձել են և իրենց մոտ լավ է ստացվել, պարտադիր ներկայացրեք արդյունքները մեկնություններում, ինչպես կարելի է հեշտ պարզ տարբերակով ստանալ հավասարաչափ տոլմաներ։ Այս միջուկը կվերցնենք, պարտադիր գրեք մեկնությունների մեջ, կխնդրեմ, որովհետև շատերի համար նորություն էր մեկնություններից պարզվեց, իսկ կային մարդիկ, որոնք այս ձևով էին փաթաթում։ Ինչևէ, միջուկները կվերցնենք նորից սոխի նման շատ մանր կկտրատենք։ Ահա և կաղամբնել ենք մանր կտրատել ու կտապակենք։ Տապակու մեջ կլցնենք ձիթայուղ, այնպես որ արտաքին մակերեսը ծածկվի, տապակին կանխավ կտակացնենք և կտեղափոխենք 2 գլուխ սոխը և մոտ կես կիլոգրամ կտրատած սոխի պես մանրացրած կաղամբ։ Եվ այս երկուսը իջար հետ կտապակենք, մինչև այն փափկանա և ոսկեգույն ստացվի։ Մի փոքր։ Լավ կխառնենք տապակու մեջ։ Թեկուզ փափկի էլ բավական է։ Ինքը պետք է փափկի ու մի փոքր գույնը փոխի։ Վրանք ավելացնենք 2 թեյի կդալ աղ, արդեն աղը ըստ քիմքին, ինչպես ձեզ հաճելի է, 1 թեյի կդալ կարմիր պղպեղ, 1 թեյի կդալ սև պղպեղ, կարող եք ավելացնել նաև խմելի սուննելի, մոտ կես թեյի կդալ, դա էլ յուրահատուկ համ կհաղորդի։ Ես ամեն և այս մասան, այս ամենը կամ
լավ կխառնենք, որպեսզի ստանանք հավասարաչափ միախառնված զանգված։ Այնուհետև կավելացնենք մոտ 200 գրամ իմ ձեռքիս կա աղացած տավարի և հավի միս։ Հավասարաչափ խառնելուց հետո արդեն կլցնենք նաև միսը այս բոլոր զանգվածի վրա։ Եվ նորից միսը կարող եք լցնել ըստ ցանկությամբ, կարող եք վերցնել 500 գրամ և ավելի։ Ամեն դեպքում խճողակը այնքան համեղ կստացվի, այնքան փափուկ կստացվի, այնքան հյութալի կստացվի, եթե այս տարբերակով անեք։ Նույնիսկ ջուր չէ, կարող եք ընդհանրապես չխառնել։ Այս ամենը լավ այս բռնակով եթե խառնեք, ավելի հեշտ ու հարմար է խառնելը, սիրելիներ։ Ամեն դեպքում խառնեք այն ամենով, ինչը ձեզ համար ավելի նպատակահարմար է ու հեշտ է։ Ամեն ինչի մեջ փորձեք ստանալ ձերը։ Ես օրինակ չեմ սիրում որևէ մեկին ամբողջությամբ կրկնօրինակել։ Միշտ սիրում եմ խոհանոցում ունենալ իմս։ Ինչպես նաև կյանքի ցանկացած ոլորտում միշտ ունեցեք ձերը, որովհետև ամեն մեկս անհատ ենք ու ամեն մեկս ունենք տարբեր ճաշակ, տարբեր ցանկություններ, տարբեր նախասիրություններ։ Սիրելիներ, ահա այս ամենը այսպես լավ խառնելուց հետո կապարիչեք պարտադիր կտնենք վրան, որպեսզի միսը լավ շոգեխաշվի։ Միսը այսպես թե այնպես աղացած վիճակում է, ինքը շատ արագ կեփվի, այնպես որ կապարիչն էլ տեղադրել եմ վրա։ Հիմա մնում է որպեսզի կտրատենք կանաչեղենը։ Ինչ կա կանաչեղենի մեջ։ Համեմ, սամիտ, մաղադանոս եւ ռեհան։ Կանաչեղենը ես միշտ սիրում եմ հարուստ օգտագործել, որովհետև կանաչեղենը ունի վիտամինային շատ բարձր պարունակություն, ինչպես նաև տալիս է ցանկացած կերակրատեսակին շատ հարուստ տեսք, այնպես որ կարող եք միշտ շատ օգտագործել։ Եվ այսպիսով կանաչեղենը կտրատելուց հետո կտեղափոխենք տապակու մեջ և նորից կխառնենք։ Շատ չենք թողնի կանաչեղենը եփվի, պարզապես կապարիչը կտնենք վրան, որպեսզի համային փոխանցում կատարվի և ահա մեր խճողակը, բլինչիկի խճողակը պատրաստ է։ Ահա այսքան է, ինչ այսօր ցանկացաք կիսվել ձեզ հետ։ Եթե այս տեսանյութով կարողացած ես օգտակար լինեք, չեք մոռանում դնեք լայք, նաև բաժանորդագրվեք մեր օգտակար խորհուրդներ այս ալիքում, որտեղ տեղադրվում են օգտակար խորհուրդներ կերակրատեսակների հետ կապված։ Ինչպես նաև սեղմեք զանգակի կոճակը։ Եթե բաժանորդագրված չեք, ճիշտ ժամանակն է բաժանորդագրվելու, որպեսզի շատ ու շատ նոր բաղադրատոմսերով կերակրատեսակներ պատրաստենք միասին։ Նաև չմոռանաք կիսվել այն մարդկանց հետ, որոնք որ ցանկանում են լավ խոհարարներ դառնալ։ Սիրելիներ, գրեք ձեր բաղադրատոմսերը ևս, թե ինչ տարբերակներով եք պատրաստում բլինչիկի միջուկը, ինչի համար չփորձենք խոհանոցում ևս օգտակար լինել մեկս մյուսից մեր փորձը հաղորդելով միմյանց։ Այսքանը, ինչ այսօր ցանկացա կիսվել ձեզ հետ։ Լավ մնացեք և հետևեք ձեր առողջ սննդակարգին ևս։